Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Նայեք մեր աշխատակազմը, աշխատասեր մեր ժողովուրդը։ Աշխատանքային։ Այո, աշխատանքային։ Տես թե ինձ սիրուն սրտիկ բուլկիներա մեր քիսոն թխել։ Սիրուն սրտիկ մեջը շաքարավազովա, համով, լավ, մի հատ էլ հանել անդեղադրել։ Մեր լույսնի հակը լավաշի խմորն արել, տեսեք։ Հեսա հանումա, պատրաստումա գնդելու, մեր Սուսաննան էլ հացեր է պատրաստում, մատնաքաշնա հեսա բուլամաջանելու ձևավորի, ռազդանները դրել է արդեն որ հասունանա, տեսեք թե ինչ խառը աշխատանքային եռու զեռը մեր ներքևի հարկում։ Շատ կա բուլկիները քիսո ջան։ Չէ, վերջինն եմ։ Վերջիննա, ծաղիկնա, հա? Լավ է լինում։ Իհավ գամլը նկարեմ թող տեսնեն իմ հետևորդները ծաղիկ բուլկին ինչպես է լինում։ Ոյ մի հատ տեսեք, թե ինձ ձևա ուռե սիրուն փմփխե։ Հեսա երեսը մեղր ենք անելու եւ քունջուտ, պատկերացրեք ընտիր կաթով բուլկիներ, բայց մեկի արժեքը 500 դրամ շատ մատչելի համով ընտիր։ Հագիր թողալնի։ Համենան համտեսելու, այո, սա էլ սրտիկ բուլկիներն է, պահ, սիրուն, վերևն ինչա, մատնաքաշի գնդերել ինչ լավ եկել է, վերևն էլ այսենց հավաքածու է թխած, համ ջեմով բուլկի է, համ չամիչով բուլկի է, ունենք լիքը տակ համով, մատնաքաշներն է այսպես թխվել, ու շարվելա հովանալու։ Հրազդանները տեսեք, թե ինչ ձև է եկել, ուռել, արդեն կտրել է մեջտեղը, բուլամաջարել է, կտրել է, հեսա մի քիչ մնա կդնի արդեն թխվելու։ Սիրուն է էլ է սրտիկները լենա, այն սիրուն սրտիկա։ Սրտան թխել։ Այո, սրտանց թխել է, սրտիկները ստացվել է։ Դու էլ ես էլի սրտանց մատնաքաշները թխում։ Նկարեմ, այո, նկարեմ, ես էլ մեր մատնաքաշները, տեսեք, Սուսիկ ջան պտտելու է պտտի, համել կնկարահանեմ, թե դու ոնց ես պտտում մատնաքաշները։ Թիով պտտում ենք, որովհետև հետև ու առաջ ենք անում, որ համաչափ կարմրի էլի։ Լումա բուլկիները, են մեկը բանը քիսո ջան պտտի էլի են ծաղիկ բուլկին, որ համաչափ կարմրի։ Երկու րոպե ձուլից տվեցին այս շուտինը, թե աման շուտ կարմերանա, էպ այդ ես կոմ ավելի թեժ է։ Հա, դենի մի քիչ շուտ դրված, դրա համար էլ տենց է լինում։ Ասել լավաշն է գնդվում, լավաշի խմորա։ Տեսնենք ինչպես է պնդությունը, լավ է պնդությունը։ Ինչ է ստանում Սուսիկ ջան, ասա թու հետևորդներն է իմանան, թե ինչ ախորժակ ունես։ Բուլկիներ ա տանում։ Սյո, ամբողջ Մաքսիմ Գորկիի համար տար։ Հացեներ եմ դրել են Ահա, բալը։ Սաղ են բուխանկաբան, սա բոլորը տանում ես, մալադեց։ Մալադեց։ Բուլկիներ չեն ուզում։ Ես եմ տանում Չէ, դետ մեծ տարբերություն դու էլի տար, բայց որ էլի մարդիկ տանեն տենան, թե մենք ինչ համով բուլկիներ ունենք, մեկը մեկին ասելով կտարածվի։ Տանում եմ դեմից վրա սիրում եմ, հեսա կամաց կուզել։ Ճիշտ է։ Այո, հիմա բարձանամ վերև, հլը դախլը նկարեմ, թե ինչ ձև ենք ձևավորել բուլկիները։ Սա էլ արդեն վաճառակետում դրած։ Տեսեք ինչ լավն է, շաքարի փոշին խորիզն է։
Սրանք սովորական բուլկիները։ Ունենք չամիչով, տեսեք ինչ առատ չամիչ կա մեջը, ջեմով։ Ու այսպես ես տեսեք, թե ինչքան ունենք պատրաստած։ Ինչա, Պիսո։ Ուրա ձակերդ, Պիսո ջան։ Հետևորդներ ջան։ Մեր կատուն ձակ ա բերել 3 հատ։ Սիրուն, մեկից սիրուն։ Հիմա բարձրացել է աստիճաններով, եկել է բալկոն, ու իր ձակերին ուզում է սովորացնի, որ իր ձակերն է բարձրան, մտամ ինքը քիչ էր, ձակերին էլ ուզում է սովորացնի, որ բարձրանան վերև ձակերն է չեն կարողանում, այսպես այս տան արանքներում են, նայեք ցույց տամ կերևա, ձակերին մեկը նայեք նստել է այնտեղ, պուճուրիկ նստել է այնտեղ, երկու հատը ուրիշ տեղ են, փորձում են բարձրանալ, բայց չի ստացվում։ Մայրիկն էլ եկել է իրանց ճանապարհն է հարթում, ուզում է համոզի բարձրացնի վերև, շունն էլ այնտեղ, որ տեսել է անծանոթ ձակեր, իրան կտրատում է։ Ձակերն է վախից պաղկվել են։ Կորան։ Ուր են ձակերը, Պիսո։ Հա, Պիսո։ Ուր են։ Նայն ասպեմ ուր են նայմա ներքև։ Ուր են ձակերդ, գնա դե բեր, գնա ձակերիդ բեր։ Պիսո, գնա ձակերիդ բեր, գնա։ Նայ գնաց։ Տեսնենք ուտելիքը կտանի իրա ձակերին, թե ինքը կուտի, տենանք ձակերը դուրս կգան հմոր մոտ։ Շանից վախենում են և դուրս չեն գալիս։ Չէ, դուրս չեն գալի ոնց որ ձայհան դուրս եկան հետևորդներ ջան, տեսնում եմ ես, որ կամաց, ահա տեսեք դուրս եկան ձակերը։ Ձակերին կանչեց, ասում արեք ուտելու։ 3 հատ են, են մեկը ուրա։ Են մեկն էլ, հեն այն մեկն էլ եկավ, ստեղ է, այս մեկն է ստեղ է, են ներքև է։ Տա իրանց տեսնում եք ինչ բան է մայրական բնազդը, կապ չունի, կենդանի, սողուն, թռչուն, չգիտեմ, մայրական բնազդը մնում է մայրական։ Տեսակ չկերավ հետևորդներ ջան, ներքևում ենքան սպասես մինչև որ ձակերը եկան ու ձակերը տարան ուտելու։ Եկել էր ձակերին կերակուր տանելու, տեսեք ներքևի հատ վերևից եմ նկարում, այսպես տարավ տվեց ձակերին ու ինքը նորից բարձրացավ վերև ու նայում է ներքևից, որ ձակերը ուտում են, ինչ բան է մայրականը, այո, այդ տեսակի։ Հալը կամաց իշնեմ ներքև տեսնեմ կմնան, թե կփախնեն նկարեմ մոտիկից։ Ուտում են։ Ձակերը ուտում են։ Ինքն է նստել այսենց ու նայում է տեսնի ոնց են ուտում իր ձակուկները։ Ձակերի համար էր բարձացել վերև հետևորդներ ջան, որ ուտելու բան էր ուզում ձակերի համար, մենք էլ չէինք հասկանում, ասում ենք ինչ է պատահել ես կատուին եկել է ու սենց մլավում է անընդհատ միալար, դու մի ասա մեր Պիսոն ձակերի համար ուտելիք էր ուզում։ Ինքն է նստեն այո։ Այլ կատուներին կաթ է, ձակերին կաթ է տալիս, տեսեք, այսպես մայրը պարկել է, ձակերը կաթ են ուտում, սիրում Պիսոները, ինչ Պիսո, նոյի ոնց են ուտում, են մեկը վախեցոց նայվա, մի վախեցի, Ութամ մի կատուն քիչ էր Գերդաստանին է հետն է հավաքած բեր է, մի հատ է պարկել աշորին, իրան լավ ազգում, ինչ,
Փախան ձակերը։ Այսօր ինչ ենք ուտում արագի մեջ։ Ուտում ենք վերմիշելով փլավ, որը մեր տան մեջ ամենասիրելին է, բայց ոչ իմ։ Ռոբի առավոտ կեսօր իրիկուն, այսպես փլավ տաս, ինքը կուտի, միսը դնես կողքը, միսը կթողնի, փլավը կուտի։ Ես ճիշտն ասած զարմանում եմ, որովհետև ես չեմ սիրում։ Ոչ թե չեմ սիրում, ուտում եմ, բայց դե հաստատ հնաց չի, որ ուշքս է գնում է։ Չև սա էպիս տեղը լոբի է եպվում, հատիկ լոբի է եպվում, պետք է սալատ պատրաստենք։ Այսօր այսպես տուշիտ ենք արեք աղամբով տուշիտ ենք պատրաստել, հետը փլավի հետ այսպես կխառնենք պատլիվկայա նման և կուտենք, քիչ աղ ավելացնենք փլավին, որովհետև ես կշուտը գլխից հենց որ դնում եմ աղ եմ անում, որովհետև աղով ինքը սկսում է շատ համաչափ կարմրել։ Ես միշտ անում եմ այսպես վերմիշելի վրա, ջրին մեջ չեմ լցնում, որպեսզի լավ բովի։ Արուն պոմիդորով սալատ անենք, մի հատը լրիվ բավական է, որովհետև հենց մնում է, ես մնացած չեմ սիրում։ Ովքեր սիրում են իմ ամուսնու հետ միասին վերմիշելով փլավ, թող գրեն կոմենտարիաներում, թե ովքեր են սիրում, ինձ թվում է մեծամասնությունն է գրելու, որ շատ է սիրում, որովհետև ես շատ մարդիկ գիտեմ, որ նախընտրում եմ փլավը։ Սա էլ դե արագ լինող է, ես նոր եմ եկել լավաշի փռից, օգնած եմ, ճիշտն ասած, ասի շուտ ըրնելու, սա կարելի է ուտել, հետո ուրիշ բան կմտածենք պատրաստելու։ Տեսնեմ հավի ձվերը, հավի ձու են, մեր հավերի ձունը 30 հատ այսպես լցրել եմ, հաշվե դրել եմ, որ տանեմ խանութում վաճառելու։ Ուրեմն մի հատ հավ ունենք, այն կարգի խոշոր ձու է ածել, որ ես ճիշտն ասած զարմացա այդ եմ խնդրում, տեսնեմ կա ու ձեզ ցույց տամ։ Մի հատ խնդրում եմ նայեք, թե ինչ խոշոր ձու է ածել մեր հավը, որ այդ ձուն տեսա, Ոչ չեմ ծիծաղում, ասում եմ գնամ փնտրեմ տեսնեմ հավը սաղ է, կենթանի է, դուք պատկերացնում եք բադի չափ, ձու է ածել մեր հավը։ Ու ոչ միայն դա, խոշոր է, շատ խոշոր են ածում, մեր հավերը շատ լավ հավեր ունենք, խոշոր լավ ձու են ածում։ Դուրսը լավ շոք է, բայց մեր կուխնյայում, մեր խոհանոցը շատ լավ հով է, հով, հավեսին, կոնդիցիոների կարիք չկա, ընդհանրապես Ստեփանավանում կոնդիցիոներներ շատ քիչ են օգտագործում, որովհետև դրա կարիքը չկա, Ստեփանավանը հենց ինքը կոնդիցիոներ է։ Գնացի ձուն ցույց տվի, Փլավս լավ չի կարմրում, ժամանակին չխառնեցի, մի քիչը կարմրեց, մի քիչը սպիտակ մնաց, բայց հեսա արագ կխառնեմ և կշտկվի։ Ու ես տաք ջուր էլ չեմ լցնում փլավի վրա, սառը ջուր։ Ես ոչ մի անգամ էլ եռման ջուր չեմ լցրել, բայց միշտ տեսել եմ, ասենք թե, երբ որ փոքր երեխա եմ, միշտ տեսել եմ տատիկիցս, որ ջուրը դնում էր չայնիկով նախորոք եռում էր, որպեսզի բերեր ջուր լցներ, բայց ես
նման բան չեմ անում երբեք։ Մեկ բաժակ ջուրը լրիվ բավական կլինի, որովհետև քիչ ենք պատրաստում։ Տավը միացնում ենք, տեսեք, այսպես համապատասխան, որ քաշի տանի, համապատասխան օդափոխանակիչը, նայեք, փոխում է օդը, յուղոտը մասամբ բարձրացնում է վերև եւ չի վնասում մեր կահույքը։ Այսպես լավ նորմալ է փակեմ եւ թողնեմ, որ եփվի։ Միշտ փլավը կլինի։ Պատրաստում ենք աղցան։ Նայեք, կաղամբը արդեն մի քիչ կաղամբ, մի քիչ գազար, վարունգ, լոլիկ, կանաչիներ եւ մարոլ։ Խառնելու ենք իրար բոլորը եւ ստանանք մի հատ հավեսով համով ամառային աղցան։ Ենա դանակը։ Շատ քիչ ենք պատրաստում մեկ անգամվա ուտելու, որովհետեւ նմանատիպ աղցանները երբ որ դնում ենք սառնարան, էլ արդեն չի ուտվում ընդհանրապես, դա ես էլ ընդհանրապես մեր տանն է, որ դնում ենք սառնարան, համը չենք սիրում եւ չենք կարողանում ուտել, նույնը ձմերուկը, եթե դնում ենք խալաթերնիկը, ապա մի քիչ դժվարությամբ ենք ուտում։ Ես էլ լոլիկը, այսպես խոշոր ենք կտրատում լոլիկը, կանանք մի քիչ էլ լիմոնի աղել գցենք հետը, համով կլինի լիմոնի աղ, ձեթ, ապա ես թթու սիրում եմ սալատները, երբ որ լիմոնի աղ, օրինակ թաբուլեն էլ եմ սիրում, ու թթվաշ եմ սիրում, տոմատով, գույնը կարմիր, ինքը ասենց լիմոնը տեղը, բերել եմ տոմատները, երբ որ մի քանի օր առաջ որ Արտաշատ էին գնում, Սպիտակի ճանապարհին ֆուդ կորտ կա, որ ամեն ինչ ունի ուտելու, գնացինք, ասենք մի բան ուտենք, նոր գնանք, ուրեմն ես վերցրեցի թաբուլե, շատ համով էր, իմ սրտի էր, թթու, տեղը տեղին, սարքած էր, համով էր, դուրս եկավ։ Համեմունքները մի քիչ ավելացնում ենք զեյթունի ձեթ, մի քիչ սև պղպեղ, մի քիչ աղ, այս աղը, սև պղպեղ եւ լիմոնի աղ։ Լիմոնի աղը այս է լիմոնի աղը։ Այդ յողի շատ էլ չեմ։ Վերջ։ բացի, այդ չմետ է պատարակա։ Վերջ, տեսեք, արդեն պատրաստ է լինում մեր գույնավոր, համեղ, ամառային աղցանը։ Ես այնքան սիրում եմ գույները, որ այսպես լավ գունային ա լինում, տարբեր գույներ ա լինում, համ ախորժալի ա լինում, նայեմ ես հավեսդ գալիս ա եւ ուզում ես ուտելու։ Ընդհանրապես ամեն ձևն էլ դա տենց է, եթե մի ապրանքը սիրուն ա, անկախ քեզանից գնում ես։ Վերջ, պասենք տեսնենք երբ ա լինում մեր ճաշերը, արդեն համարյա թե պատրաստ է լինում։
Արդեն պատրաստ է մեր վերմիշելով փլավը։ Աղցանն է կողքնա։ Հիմա ուտենք գոնե տակ-տակ ուտենք, որովհետև տակ-տակ էլի որոշ ուտում եմ։ Սել մեր հացերն են, մատնաքաշը, բուխանկան, այլ փռի, տեսեք, թե ինչ մեջերը փուփուց սիրում բուխանկաներա, համն էլա շատ համով է, սել մեր մատնաքաշն է, էլի տեսեք ինչ լավ փուփուչ է։ Սա էլ տեսեք ինչ կոմպոտ ունենք, ոնց որ դերբանը, շլորի ու դեղցի է, շլորի և դեղցի կոմպոտ է, այսինքն փոքր բանկաների մեջ էլ ենք անում, որ հարմար լինի, շատ համեղ է լինում։ Դնեմ այստեղ, տեսնենք մեր աղցանը, սկզբից մի քիչ աղցան կուտեմ, հետո նոր կուտենք լավը, տեսնենք ինչպես է ստացվել, տեսեք ինձ սիրուն գունայինը, գազար, կաղամբ, ամեն ինչ, դա էլ տուշիկն է, կաղամբով տուշիկը։